Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դուք աշխատակիցների նստեցիան ասել եք, որ շինարարական խնդիրների պատճառով է ազատման դիմումի գրելու այդ հորդորը եղել։ Ճիշտ չէր, ինչպես հետո պարզվեց ձեր ասածը, փաստորեն ճիշտը չեք ասել նրանց, կխնդրեի պարզաբանեք։ Ես աշխատակիցների հետ խոսել եմ մեկ անգամ, դա տեղի ունեցել 3 եւ մենք շատ մանրամասն քննարկել ենք բոլոր հարցերը եւ ես աշխատակիցներին փոխանցել եմ այն տեղեկատվությունը եւ նաեւ բարձրացված այն հարցերին եմ անդրադարձել, որոնք որ իրենց մոտ եղել են։ Այսինքն չեք ասել, որ շինարարական խնդիրների պատճառով է հեռացվում Տիկին Գզոյանը։ Ես նման բան չեմ ասել, ես հենց սկզբից էլ առավելի շատ հարցը բարձրացրել եմ կառավարման մասով եւ շարունակում եմ հենց այդ տեսանկյունից էլ ուրիշ բացատրություն եք, ինչ բացատրություն եք իրենց ներկայացրել Տիկին Անդրեասյան։ Ես նախ ես որևէ մեկին բացատրություն ներկայացնելու կարիք չունեմ։ Նկատի ունեմ ինչ հիմնավորումներ եք ներկայացրել։ Նայեք, աշխատակազմը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել։ Դա եղել էր նախորդ շաբաթվա վերջին 5 շաբթի կամ ուրբաթ օրը։ Եթե թույլ տաք, ես միտքս ավարտեմ։ Նախորդ շաբաթ 5 շաբթի կամ ուրբաթ օրը աշխատակազմը ցանկություն էր հայտնել հանդիպել ինձ հետ։ 2 շաբթի օրը կայացավ հանդիպումը։ Մենք բոլոր աշխատակիցներին, ովքեր ուզել էին, բնականաբար հրավիրել էինք նախարարություն, շուրջ 30 հոգի եկել էր։ Մենք մանրամասն խոսել ենք բոլոր հարցերից եւ պայմանավորվել ենք։ Ինչ մտահոգություններ Տիկին Անդրեասյան։ Կներեք էլի, եթե դուք անընդհատ ինձ թատեք, ես այդպես էլ նախադասությունը չեմ ավարտել։ Որ հանդիպել եք, ասեք ինչի համար եք։ Իրենք տարբեր բնույթի հարցեր ունեին, հիմնականում կապված իրենց գիտական հետազոտական գործունեության հետ, եւ ես բարձ ու հստակ իրենց ասել եմ, որ իրենք պետք է վերադառնան իրենց բնականon աշխատանքին, իրականացնեն այն հետազոտական գիտական գործունեությունը, թանգարանային նաեւ գործունեությունը, որը իրականացնում են եւ գիտեք Ցեղասպանության թանգարան ինստիտուտի ֆինանսավորումը ու սրանք բոլորը հասանելի եւ հրապարակված թվեր են հարթակներում ամեն տարի ավելացել է պետության կողմից եւ երբեք պետությունը այսչափ աջակցություն չի տրամադրել Ցեղասպանության թանգարան ինստիտուտին։ Ես մասին բացարձակ խոսակցություն չեք ունեցել կամ փոխանցել, որ դա է հեռանալու։ Աշխատակիցների հետ նման խոսակցություն չեմ ունեցել, ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ բարձրացվող հարցերին, ես այդ հարցը բարձրացրել եմ։ Եթե դուք նկատել եք, ես սեպտեմբերից սկսած ամեն շաբաթ այցելում եմ հուշահամալիրի նայեք, ես ինչ որ ասում եմ, սովորություն չունեմ ճիշտ չասելու, ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, ինչը տեսնում եմ որպես խնդիր եւ ինչի մասին համարում եմ, որ պետք է խոսել։ Իսկ այս պարագայում ներողություն հարգելի գործընկերներ, ես հանդիսանում եմ ոլորտը համակարգող նախարարության պատասխանատու։ Ես տեսնում եմ շատ ավելի մանրամասն խնդիրներ, քան դա կարող է տեսնել մեր որևէ այլ պետական մարմնի կամ այլ դիրքում գտնվող անձ իմ աշխատանքի բերումով եւ հանգամանքի բերումով։ Եվ եթե այլ դիրքից տեսանելի է 1 խնդիր, ինձ համար տեսանելի է 10 խնդիր։ Եվ ես հարկ եմ համարել խոսել խնդիրների մասին ընդհանուր առմամբ, իսկ այն որ մենք շինարարության մասով ունեինք խնդիրներ եւ այդ խնդիրները կարգավորելու համար մեծ ջանք ենք դրել, դա եղել է թափանցիկ, պարզ, հանրային եւ այսօր էլ եթե ձեզնից որևէ մեկը ուզում է, խնդրում եմ, ես ամեն շաբաթ կարող եք ինձ ուղեկցել առավել